Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ պատրաստվում է այցելել Հայաստան եւ Ադրբեջան։ Միջազգային լրատվամիջոցները հղում կատարելով եվրոպացի պաշտոնյաներին հայտնում են, որ եվրաչինովնիկները մտադիր են զբաղվել տարածաշրջանում Եվրամիության դիրքերի ամրապնդմամբ եւ հակազդել Ռուսաստանի ազդեցությանը։ Բրյուսելն ըստ միջազգային վերլուծաբանների Հարավային Կովկասը դիտարկում է որպես Եվրոպայի եւ Ասիայի միջև ռազմավարական կարևոր տրանսպորտային միջանցք, որի նշանակությունն աճել է Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին։ Գործնականում ոչ մի բան չկա։ Միայն միջին միջանցքի խնդիրն է ամենայն հավանականությամբ, որը փոխկապակցում են խաղաղության գործընթացի հետ։ Այդ հանգամանքը կարևոր է, բայց պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը շատ կոշտ ձևով դա փոխկապակցել է Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության եւ անկախության հռչակագրի հղման հեռացման հետ։ Ըստ հայ քաղաքագիտական համայնքի որոշ ներկայացուցիչների, եվրապաշտոնյաների Հայաստան այցի նպատակներից մեկը դեպի Եվրոպա ուղուց չշեղվելն է։ Այդ այցերով սակայն այնպես չէ, որ եվրոպացիները հայաստանյան ապրանքների դեպի Եվրոպա արտահանման հարցը կլուծեն։ Ներկա պահի դրությամբ Հայաստանի Հանրապետությունը չունի այդ արտադրանքը համապատասխան որակին բավարարող։ Ավելին, մենք ունենք նաև այդ լոգիստիկ հնարավորությունները։ Հետևաբար, նույնիսկ եթե վերացնեն, զրոյացնեն բոլոր մաքսատուքերը եւ այլն, ուղղակի մենք չունենք այդ արտադրական հնարավորություններն ու հզորությունները։ Քաղաքագետների ձևակերպմամբ Հայաստանը պետք է հստակ այլընտրանք գտնի Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Ռուսաստանն առաջնորդվում է իր շահերով, իսկ Հայաստանի իշխանությունը հայկական շահով առաջնորդվելու փոխարեն, ըստ վերլուծաբանների, առաջնորդվում է արևմուտքի շահերով։ Միանշանակ Ռուսաստանը կոշտացնելու է դիրքորոշումը եւ ակնհայտորեն նպատակը մեկն է, այն ինչ որ անհնար էր անել ընտրություններով, որոշակի տեխնիկական պայմաններից ելնելով, փորձել են ստեղծել համապատասխան միջավայր, որպեսզի Հայաստանում տեղի ունենա իշխանապողություն։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպիսի ձևակերպում է արել, թե լրագրողների հետ շփման ընթացքում Նիկոլ Փաշինյանը անպատասխան է թողել գլխավոր հարցը։ Զախարովան հարց է տալիս. ինչպես կարելի է 2025 թվականին ընդունել Հայաստանի Հանրապետության Եվրոպական միություն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, պարբերաբար պնդել, որ Հայաստանի ապագան Եվրոպայում է, 2026 թվականի մայիսին Եվրամիության հետ ստորագրել համատեղ հռչակագրեր այդ միավորմանը հանրապետության մերձեցման ուղղված կոնկրետ քայլերի ցանկով եւ միաժամանակ հայտարարել ԵԱՏՄ լիիրավ անդամ մնալու մտադրության մասին։ Ըստ էության ստացվում է, որ Երևանի գործունեությունը միության շրջանակներում ընդամենը ժամանակավոր միջոց է եվրոպական բլոկին միանալու համար հող նախապատրաստելու նպատակով, որի չափանիշներն ու կանոնները արմատապես տարբերվում են ԵԱՏՄ-ից եւ որը բացի այդ Ռուսաստանի հանդեպ թշնամական քաղաքականություն է վարում։ Նման պահվածքը չի կարելի անվանել բարեխիղճ անդամակցություն ԵԱՏՄ-ին։ Ըստ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ներկայացուցչի, Հայաստանի գործադիրի ղեկավարը ԵԱՏՄ-ին անդամակցության թեմայով քննարկումը տեղափոխում է դեմագոգիայի ոլորտ։ Զախարովայի ձևակերպմամբ այդպիսի քայլ արվել է նաև Երևանի հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մասնակցության սառեցման հետ կապված։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։